Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի էնդոկրինոլոգ Արմենուհի Երիցյանին։ Բժշկուհի, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերն ընդունեցիք։ Շնորհակալ։ Որպես էնդոկրինոլոգ հիմնականում որ հիվանդություններն են հաճախ հանդիպում, երևի հենց սկսենք շաքարային դիաբետից, խնդրեմ։ Ուրեմն ամենահաճախ հանդիպող եւ աշխարհում ամենատարածված հիվանդություններից, որոնք ոչ ինֆեկցիոն քրոնիկ հիվանդությունների շարքին են դասում, դա շաքարային դիաբետն է, որը աշխարհում մահացության տոկոսով էլ ինքը սիրտանոթային օրացկաբանական հիվանդություններից հետո երրորդ տեղում է գրավում մահացության տոկոսով։ Ամբողջ աշխարհում ունենք մոտավորապես 600 միլիոն շաքարային դիաբետով հիվանդներ։ Այսինքն ունենք հիվանդներ 9-ից 1-ը հիվանդ է շաքարային դիաբետով եւ ունենք հիվանդներ 9-ից 4-ը, որոնք չգիտեն, որ իրենք հիվանդ են շաքարային դիաբետով։ Շատ խիստ տարածված է եւ ինքը բազմաէտիոլոգիկ հիվանդություն է եւ խիստ տարածված ամբողջ աշխարհում։ Մենք տարբերում ենք շաքարային դիաբետի մի քանի տիպեր։ Մենք ունենք շաքարային դիաբետ առաջի տիպ, որը հանդիպում է հիմնականում երիտասարդների մոտ, բայց ներկայումս նա հանդիպում է նաև ցանկացած տարիքում։ Եվ ունենք շաքարային դիաբետ երկրորդ տիպ, որը հիմնականում հանդիպում է 35-ից 40 տարեկան մարդկանց մոտ, բայց կարող է եւ լինել երիտասարդների մոտ։ Եվ ունենք շաքարային դիաբետ տիպ լադա եւ մոդի կոչվող շաքարային դիաբետներ, որոնք արդեն ուրիշ խմբի, որոնք, ասենք, դիաբետ, որը երիտասարդների մոտ, բայց ինքը դրսևորվում է որպես մեծահասակների դիաբետ, եւ ունենք այդ դիաբետներից մեկը, որի աուտոիմուն դիաբետ է դա կոչվում։ Սրանք խիստ նեղ մասնագիտական հետազոտություններով են հաստատվում նեղ մասնագիտական կլինիկաներում։ Մենք ունենք նաև հեղիների դիաբետ, այսինքն դիաբետ, որը զարգանում է հեղիության ընթացքում։ Սա խիստ հսկվում է էնդոկրինոլոգի, գինեկոլոգի հսկողության տակ։ Սա շատ կարևոր հետազոտություն է, որովհետև սա հետազոտում ենք, որպեսզի չվնասենք պտղին եւ մենք ունենանք առողջ երեխա։ Եվ ունենք դիաբետ, որը զարգանում է այլ պաթոլոգիաների հետևանքով։ Արդեն նայած ինչ հիվանդ ունենք Կուշինգի հիվանդություն, ակրոմեգալիայի հիվանդություն, այսինքն հիվանդություններ, որը երկրորդային է, դա չի համարվում իսկական դիաբետ։ Շաքարային դիաբետը տարածվածությունը մեր քաղաքում էլ է շատ տարածված, մենք շատ հիվանդներ ունենք եւ հիվանդների, ես ասեմ, հաճախականությունը շատ բարձր է, մեր հիվանդները շատ են հաճախում մեր մոտ, հիմնականում դրանք ավելի շատ 40-ից անց տարիքում են։ Ես ասեմ, շաքարային դիաբետի առաջի տիպի երեխաներին մենք չենք հսկում, դա հիմնականում ավստրիական հիվանդանոցում է կատարվում հսկողությունը եւ հետագա բուժումը իրենք են կատարում, ինչպես նաեւ Երևանում Մուրացան բժշկական կենտրոնում։ Մենք հիմնականում հետազոտում ենք շաքարային դիաբետով երկրորդ տիպի հիվանդների մոտ։ Հիվանդների հիմնականում գանգատներ ունեն, այսինքն մեր մոտ գալիս են բարձր շաքարով, այսինքն դիաբետը ինչ հիվանդություն է, հիվանդություն, որի ժամանակ այրան մեջ լինում է բարձր շաքար, որը պատճառ է կամ հարաբերական կամ բացարձակ ինսուլինային անբավարարության եւ կամ ինսուլին ռեզիստենտականության հետևանքով։ Մենք հիվանդներին կատարում ենք հետազոտությունը եւ ախտորոշումը կատարվում է մեր պոլիկլինիկաներում, մենք ունենք բոլոր հետազոտությունները, ինչ որ անհրաժեշտ է շաքարային դիաբետը հայտնաբերելու համար, բայց շաքարային դիաբետը հայտնաբերելու առաջի օղակը մեր ընտանեկան բժիշկներ եւ թերապևտներն են, որոնք 35-ից 68 տարեկան մարդկանց, որոնք հաճախում են մեր պոլիկլինիկա, անպայման պետք է կատարենք 3 տարին մի անգամ շաքարի ստուգում։ Եվ եթե մարդիկ կան շատ ենք մենք հայտնաբերել նման մարդկանց, եւ եթե մենք ունենք շաքարի բարձր մակարդակ, այդ դեպքում չնայած դա արդեն ահազանգ է, որ ինքը պետք է ստուգվի շաքարը այրան մեջ, բայց հետագայում ուղարկվում է էնդոկրինոլոգի մոտ, եւ եթե կարիք կա, նորից են կրկնում եւ կատարում ենք լրացուցիչ հետազոտություններ։ Այն նշեցիք հիմնականում այստեղ նաեւ հղիների մոտ հնարավոր է որ առաջանա։ Այո, հղիությունը պայմանավորված Հղիությունը պատճառ հանդիսանում որպեսի նայեք, հղիությունը պատճառ կա, հղիությունը որտեղ դա ստրես է օրգանիզմի համար մեկ, երկրորդը կարող եւ գենետիկ ինչ որ օղակ, այնտեղ ինչ որ ախտար, բայց պետք է ասել, որ հղիների այդ դիաբետը վերանում է, երբ որ ծննդաբերությունից հետո ինքը վերանում է, բայց կա որ մնում է։ Չեմ կարող ասել, արդեն դա գենետիկ ինչ որ օղակի ախտարում է, որ հետանքով հիվանդի մոտ զարգանում է շաքարային դիաբետ։ Պտղի վրա չի ազդում դա։ Անպայման։
Եթե մենք ճիշտ չկանոնավորենք շաքարը այրան մեջ, եթե ճիշտ չհսկվի, այսինքն ամեն ամիս եթե մենք հայտնաբերում ենք շաքար այրան մեջ, այս դեպքում մենք անպայման ամեն ամիս շաքարը ստուգում ենք, ինքը էնդոկրինոլոգի մոտ, գինեկոլոգի մոտ պարտադիր հսկվում է, ստուգվում է շաքարի մակարդակը, պտղի վիճակը, անպայման եւ եթե անհրաժեշտություն կա, կատարվում է ինսուլինոթերապիա, միայն եւ միայն։ Հավերով չի կարելի օգտագործել հղիության ընթացքում։ Այսինքն հղիության ընթացքում, հղիության ընթացքում մենակ մենք տալիս ենք ինսուլին, եթե շաքարը բարձր է։ Եթե գլյուկոզը ընդհանրապես նորմալ պետք է 5.1 միլիգրամ/տոկոս, բայց եթե բարձր է եւ մենք զգում ենք, որ իր մոտ դիաբետ է զարգացել, այս դեպքում մենք ինսուլինով իջացնում ենք շաքարը եւ հսկում ենք ամբողջ հղիության ընթացքում։ Իհարկե, ստուգումը կատարվում է 24-28 շաբաթական հղիության ընթացքում, դրանից հետո մենք ամեն ամիս պարտադիր գինեկոլոգի, էնդոկրինոլոգի զգացության տակ հսկվում է հղին։ Պոլիկլինիկաների դերը այս հիվանդների նկատմամբ ո՞րն է կոնկրետ։ Մեր հիվանդները անպայման սկսեն, այսինքն մենք առաջիողակն ենք, առաջինն ենք, որ մենք հանդիպում ենք հիվանդ մարդկանց հետ։ Այսինքն ընտանեկան բժիշկը առաջինն է, որ հանդիպում է գանգատներով, այսինքն ինչ գանգատներ, պոլիուրիա, պոլիդիպսիա, հաճախան ընդհանուր թուլություն, ախորժակի լավացում, նիահարել, ընդհանուր հոգնածություն, քնկոտություն, տեսողության կտրուկ վատացում, ստորին վերջույթների թմրացություն, այրոց։ Եվ այդ դեպքերում հիվանդ առաջին դիմում է ընտանեկան բժիշկին։ Եվ ընտանեկան բժիշկը, ես ասեցի, առաջին մարդն է, որ պետք է նրա ստուգի իր շաքարը այրան մեջ։ Դա մենք անում ենք, ասենք, համաշխարհային բանկի դա մեր ներմուծած այդ սկրինինգային հետազոտությունն է, որ մենք հայտնաբերում ենք շաքար այրան մեջ։ Հետագայում, եթե մենք հայտնաբերում ենք, արդեն ուղղորդվում է էնդոկրինոլոգի մոտ եւ մենք կատարում ենք անհրաժեշտ հետազոտություններ։ Այսինքն մենք կարող, եթե անհրաժեշտության դեպքում, եթե հիվանդը եկել է բժշկի, պետք է արվի անպայման ակնաբուժի ստուգում, պետք է կատարվի այրան բոլոր բիոքիմիական հետազոտությունները, ընդհուպ մարդու մոտ ինսուլին նորմալ արտադրում թե չէ, որովհետև շաքարային դիաբետի առջեցման պատճառներից մեկը ինսուլին ռեզիստենտականությունն է, այսինքն երբ որ պերիֆերիում ինսուլինը չի աշխատում, ինսուլինը մեզ անհրաժեշտ է, որովհետեւ գլյուկոզան մտնի բջիջի մեջ եւ մենք էներգիա ստանանք։ Եթե մենք ունենք ինսուլին ռեզիստենտականություն, չի կարողանում բանալի չկա, որ ինսուլինը մտնի եւ մենք գլյուկոզան յուրացնենք։ Այդ դա շատ դժվար եւ ներկա գիտության համար շատ վատ բան է ինսուլին ռեզիստենտականության, որ մենք դեղորայքներ չի օգնում։ Եվ այդ դեպքում մենք բոլոր ամեն ինչ ստուգում ենք, բիոքիմիայից ասեցի, որ ստուգում ենք, սոնոգրաֆիկ հետազոտություններ ենք անում հիվանդին, անպայման անոթային հետազոտություններ ենք անում, որտեղ շաքարային դիաբետը ախտարում է անոթներ, իսկ մենք ամբողջ մեր օրգանները անոթներն են։ Եվ այդ շաքարային դիաբետը ախտարում ինչպես մանր, այնպես էլ մեծ անոթները։ Մենք ունենք միկրոանգիոպաթիա եւ մակրո, այսինքն երբ ունենք միկրոանգիոպաթիա, ախտարում ենք աչքերը եւ երիկամները։ Եվ դրա համար մենք պարտադիր պետք է տարին մի անգամ պարտադիր մինիմում ստուգում ենք մեզը, գլյուկոզան եւ մեզ ընդհանուր քննություն եւ անպայման ակնհատակը, որովհետեւ այնտեղ բարդություններ մենք չունենանք։ Եվ հետագայում եթե Աստված ոչ անի բարդություններ ենք տալիս, այդ դեպքում մենք սրտաբանի հետ ստուգում ենք սիրտը, որտեղ մակրոանգիոպաթիաներ, կարդիոմիոպաթիաներ, սրտի իշեմիկ հիվանդություններ է զարգանում, ստորին վերջույթների ծանր ախտարում է խցանող էնդարտերիտներ է զարգանում, պոլինեյրոպաթիաները, անոթային նյարդավանների մոտ պոլինեյրոպաթիա, նյարդերն են ախտարում, դա շատ հաճ եւ ցավալի բարդություններից մեկն է, որ շաքարային դիաբետն է տալիս։ Եվ մենք բոլոր նեղ մասնագետների հետ սերտ կապի մեջ ենք, որովհետեւ բարդություններ աշխատենք չունենանք մեր դիաբետիկ հիվանդներին։ Այս հետազոտություններից զատ բուժման ընթացակարգը ինչպիսին է։ Միայն դեղորայքային է բուժումը։ Շաքարային դիաբետի հիվանդները Եվ ես քանի որ խոսում եմ տիպ 2 դիաբետի մասին, տիպ 1 դիաբետի մասին ինքը զուտ ինսուլինոթերապիա է։ Այսինքն, եթե մենք ունենք տիպ 2 դիաբետ, մենք հետազոտում ենք, գործ ունենք այդ տիպ 2 դիաբետով հիվանդների հետ, այս դեպքում կարևոր է մարդու սննդակարգը, ճիշտ ապրելակերպը, առողջ ապրելակերպը, դա շատ կարևորագույն բան է շաքարով հիվանդների համար։ Երկրորդը նրա ֆիզիկական ակտիվությունն է շատ կարևոր, եւ երրորդ տեղում նոր դեղորայքային բուժումը։ Եթե այս 3 կարևոր ատրիբուտներ, եթե հիվանդը պահում է, եթե ճիշտ սնվում է, եթե ճիշտ ֆիզիկական ակտիվություն է ցուցաբերում եւ ժամանակին ճիշտ դեղորայք է ստանում, բարդություններից մենք աշխատում ենք խուսափել։ Դա շատ կարևոր է։
Հնարավոր է շաքարային դիաբետից այլ հիվանդությունների զարգացում։ Շաքարային դիաբետը այլ հիվանդություն չէ, ինքը բարդություններ է տալիս։ Այսինքն ինչ է տալիս։ Ինքը սրտային տալիս է կուրություն։ Եթե ախտարում է աչքի անոթները, առաջանում է կուրություն։ Եթե ախտարում է ուղեղի անոթները, առաջանում է էնցեֆալոպաթիաներ, դեմենցիա։ Եթե ախտահարում է ստորին վերջույթները, առաջանում է անոթների ախտարման հետագով դիաբետիկ թաթ ունենք, որը շատ ծանր պաթոլոգիա է, երբ որ ախտահարվում են նրա անոթները, գանգրենոզ վիճակ է զարգանում։ Սա շատ բարդությունների կարող եւ նեֆրոպաթիա երիկամային եւ հիվանդների վերջին այս հետազոտությունների ընթացքում նեֆրոպաթիաների թիվը շատացել է եւ մեր դիալիզով հիվանդներն էլ են շատացել եւ դիաբետի տոկոսը հեմոդիալիզով հիվանդների բավականին բարձր է։ Եվ դա այն է, որ մեր հիվանդներին պետք է ասել պարտադիր հետազոտվեք, պարտադիր շաքարը ձեր օրվա ընթացքում մի անգամ պարտադիր պետք է չափվի։ Եթե մեր լաբորատորիաներում գոնամից եթե ուզում են 2 անգամ պարտադիր չափում, ագնահատակը անպայման պետք է նայվել, պետք է կարևորագույնը սրտի հետազոտություններ անցնել, պետք է անպայման ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություններ անցնել, որովհետեւ մենք բարդություններ չունենանք, որովհետեւ մարդը կարողանա առողջ ապրել։ Այդ բարդություններից մեկը կարող է հանդիսանալ օրինակ վահանաձև գեղձի հիվանդությունը։ Չէ, եթե մարդը շաքարային դիաբետ ունի, մենք անպայման վահանաձև գեղձ ստուգելու ենք։ Հա, այսպես թե այո, այսպես անպայման ստուգելու ենք, որովհետև մեր վահանաձև գեղձը մեր օրգանիզմի թակուհին է եւ իրան պետք է նայենք շատ զգոր, շատ լավ պետք է պահպանենք։ Ինքը վահանաձև գեղձը ինչ է, մեր նյութափոխանակությունն է ապահովում, մեր ածխաջրատային, ճարպային, սպիտակուցային փոխանակությունն է ապահովում եւ մենք պետք է ստուգենք պարտադիր։ Սիրտ-անոթային հիվանդներ անպայման մենք ստուգում ենք վահանաձև գեղձի ֆունկցիան։ Նու ասեմ, մենք համարվում ենք էնդեմիկ օծրախ, այսինքն մեր դեռնային ենք եւ յոդը այնտեղ քիչ է։ Իսկ յոդը մեր մասնակցում է վահանաձև գեղձի հորմոնների արտադրմանը։ Քանի որ մենք էնդեմիկ օծրախ ենք, մենք մի քանի տեսակի ունենք հանգուցավոր զոբ, հանգուցավոր ներողություն զոբ ասեցի խփիպ, այ հանգուցավոր դիֆուզ փոփոխված։ Կարծում եմ այդ զոբ ասվածը զոբ ավելի ճիշտ է մեր ավելի ճիշտ հասկանալու, որ ասում եմ խփիպ, երևի մի քիչ իրանք չեն ուզում ընդունել։ Աուտոիմուն հիվանդություններ, հետազոտություններ ցույց են տվել, որ 3-ից 1-ը, բնակչության 3-ից 1-ը հատկապես կանայք տառապում են վահանաձև գեղձի հիվանդություններով։ Իսկ վահանաձև գեղձի հիվանդությունները հետագայում կարող են եւ պատճառ դառնալ կրծքագեղձում գոյացությունների առաջացմանը, արգանդում միոմայի զարգացմանը։ Դրա համար մենք հետազոտում ինչպես նաեւ սրտանոթային համակարգի վատ ազդեցություն են իրանք թողնում։ Եվ հատկանշական է, որ այս հիվանդությունը հիմնականում կանանց մոտ է, չէ՞, ավելի հիմնականում ինչպես է պայմանավորված։ Սա հիմնականում կանանց հորմոններն են երևի իրանց մեղավորը։ Նու տղամարդկանց մոտ է լինում, բայց գերակշիռը կանանց մոտ ավելի շատ։ Տեսեք, սիրտ-անոթային հիվանդություններ ավելի շատ ու ավելի բարդություն կան տղամարդկանց մոտ, հատկապես մինչև 55 տարեկան տղամարդկանց, որտեղ իրանց հորմոնները իրանք չեն պահպանում։ Իսկ կանանց հորմոններ ուժեղ են եւ իրանց պաշտպանում են ինֆարկտից, ինսուլտից մինչև 55, մինչև կլիմակտերիկ շրջանը։ Այստեղ ծխել, ալկոհոլ ընդունել դերում։ Այո, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, վատ սովորությունները, տղամարդկանց մոտ ավելի նստակյաց կյանքը, ոչ ֆիզիկական ակտիվությունը, ամեն դեպքում կինը մի քիչ ավելի ակտիվ է, ավելի վատ սովորություններից, վատ արարքներից հեռու է մնում, այդ ասեմ, եւ կնոջ օրգանիզմը ավելի հորմոններ ավելի մի քիչ ուժեղ են, ես ցած ասեմ։ Կայուն եւ ուժեղ հորմոններ են, կանանց հորմոնները, մինչեւ 55 դիմակտիկ շրջանը իրանք ավելի ուժեղ են։ Ինչպես անել ընդհանուր առմամբ այս էնդոկրին հիվանդություններից զերծ մնալու կամ խուսափելու համար։ Խուսափել, հա, առաջին քայլեր այդպես կա։ Առաջին քայլը կոնկրետ ես ասեմ, որպեսզի մենք չզարգանա, որպեսզի դասեք, ինչի էնդոկրին հիվանդությունները սարկած են, որովհետև մեր ընդունած սննդակարգը, սնունդը շատ բացասական ազդեցություն է թողնում բնակչության վրա։ Ինքը շատ ինչ որ վերցնում եք սննդակարգի մեջ շատ բացասական բաներ կան, էկոլոգիան է կեղտոտվել շատ, սնունդն է մեր շատ վատ, որակի տեսակետից է վատ,
Ֆիզիկական ակտիվությունն է շատ քչացել, ճարպակալումն է շատացել մարդկանց մոտ, համընդհանուր, սա մենակ սա մեր մոտ համընդհանուր բնույթ է կրում։ Բացական ազդեցություններ ունեցող գործոնները մեր վրա շատ են, եւ դրա պատճառով մեր ազգամնակության ընդհանուր աշխարհում եւ դիաբետն է շատացել, տեսեք, հաշվարկված է, որ 2050 թվականին դիաբետով հիվանդները 600 միլիոնից դառնալու են 800 միլիոն մոտավորապես, այսինքն 9-ից 4-ը արդեն դիաբետ են ունենալու, 9 մարդկանցից 4-ը ունենալու, դա շատ մեծ ցուցանիշ է, սա վտանգավոր է։ Եվ դա բացատրել միայն ինչ որ մի 2-3 ֆակտորով չի կարող։ Եվ սա նաև ահազանգ է։ Այո, ահազանգ է, որ մենք զգուշանալ։ Դիսկուշանանք, որ դիաբետը ծանր հիվանդություն է, ապրենք առողջ։ Դիաբետով հիվանդ մի հատ կին գրվել էր սպեց փոքրիկ բրոշուր էր գրել։ Ասել էր, եթե ես չլինեի դիաբետով հիվանդ, ես այսքան երևի երկար չապրեի։ Այսինքն ճիշտ միտք է արտահայտել, որովհետև դիաբետը այն հիվանդությունն է, որ դու ճիշտ ես ապրելու, ճիշտ սննդակարգ, նա քեզ ստիպում է ճիշտ ուղու վրա կանգնել, ճիշտ ուղու վրա, ճիշտ սնվել, ժամանակին ապահովել քունը, ժամանակին ապահովել մարմնի նորմալ զանգվածային ինդեքսը, նորմալ հիգիենիկ բոլոր պրոցեդուրաներ ճիշտ պաշտպանել, աշխատանքային ճիշտ ռեժիմ այդպես եւ եթե այդ դրան զուգահեռ զարգանում է սրտի իշեմիկը, հիպերտոնիկը, ինքը զուգահեռաբար պետք է մարի այդ ամեն ինչը, այսինքն ճիշտ հսկողություն, ճիշտ բուժում, որպես բարդություններից մենք խուսափենք։ Բժշկուհի Երիցյան, թողարկման այս հատվածում ես ուզում եմ մի փոքր շեղվեմ եւ քանի որ տեղյակ եմ դուք գնահատող փորձագետ եք անձի ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովում, ես կուզենայի մի փոքր մեր հեռուստադիտողներին նաեւ տեղեկացնեինք, թե այս վերջին ընթացքում հայ ինչպիսի փոփոխություններ տեղի ունեցան այս գործընթացում, ավելի բարդացավ, թե ավելի հստակեցվեց ու պարզեցվեց։ Մենք մենք ոնց էր բժշկա սոցիալական փորձաքննություններ հիմա կոչվում է անձի ֆունկցիոնալության գնահատում այդ տարբեր այսինքն եթե մենք բժշկա սոցիալական փորձաքննությունը կատարվում է մենակ բժիշկների կողմից եւ մենակ առողջական վիճակի մասին էր գնահատվում այս դեպքում արդեն հաշվի առնում անձի ֆունկցիաների խանգարումը իր գնահատումը կատարվում է եւ բժիշկների եւ հարբժիշկների եւ միջավայրային գործոններն են հաշվի առնում Այսինքն մարդը, որ ապրում է տվյալ միջավայրում, նա ինչպես իրեն դրսևորում, ինչպես է ակտիվ կյանք վարում հասարակության հետ, այդ բոլորի հիվանդ են, բայց իրանք հասարակության մեջ ինչպես են մասնակցում ընդհանուր գործընթացին, կարողանում են շփվել, կարողանում են իրենց առօրյա կյանքը կազմակերպել, դա շատ կարևոր է։ Մարդը հիվանդ է, բոլորն հիվանդ են, բայց ոչ հաշմանդամ։ Հիվանդությունը եւ հաշմանդամությունը տարբեր բաներ են։ Պետք է մենք դիֆերենցենք։ Եթե մարդը հիվանդ է, բայց ինքը նորմալ, իր բոլոր, ասենք, իր առողջ ապրելակերպը, որն ես նշեցի, նրա ֆիզիկական ակտիվությունը, դեղորայքի ճիշտ ընտրումը կատարվում է եւ բարդություններ չի տալիս, նա հաշմանդամ չի համարվում։ Նա հիվանդ մարդ է, բայց ոչ հաշմանդամ։ Նախկինում մենք շատ ահազանգեր էինք ստանում, հա, մեր հեռուստաընկերություն հենց սրա հետ կապված, որ ես այսպիսի խնդիրներ ունեմ եւ այլն եւ ԲՍՓ-ի անդամները որոշեցին, որ ինձ այդ կարգը չեն տրամադրելու։ Այդ խնդիրները շատ էին եւ շարունակական։ Հիմա դժգոհություններ կան։ Հիմա էլ կան, մարդը չի ընդունում, որ ինքը հաշմանդամ չէ։ Այսինքն իրեն հաճելի է լինել հաշմանդամ։ Այո, ես կասեի արտոնություններն է ստիպում, որ նա ավելի շահագրգռված լինի։ Արտոնություններ ստիպում են, որ մարդ հաշմանդամություն ունենա, որովհետեւ կարողանա հետագա հետազոտությունները կատարվի, թոշակառուները հիմնականում որտեղ չեն կարողանում ապահովել իրանց, ասենք, ծանր վիրահատություններ կա, որոնք չեն կարողանում, իրանք հիվանդ են, իրանց անհրաժեշտ է վիրահատություններ, դրա համար թոշակառուներն են շատ դիմել փորձաքննության այդ խնդիրները կան, բայց օրենք գոյություն ունի, որ հաշմանդամությունը երբ ենք տալիս, երբ որ մենք գնահատում ենք անձի ֆունկցիոնալությունը, նրա հնարավորությունների սահմանափակումը, նրա ֆունկցիաների սահմանափակումն ենք մենք գնահատում, դա մեր ցանկությամբ չէ, դա օրենք գոյություն ունի եւ մենք այդպես ենք փորձաքննում։ Բուժարուները համակերպվել են այս տարբերության հետ։ Հա, շատ լավ իրանք թիմում են։ Շատ մեր բժիշկները եւ հարբժիշկները շատ լավ փորձարկում են, իրանք գոհ են, ճիշտ է, դժգոհներ կլինեն։ Ոնց կարող է չլինել, որ իրանք չեն տալիս հաշմանդամություն, դժգոհ անպայման։ Այդպես չի լինի, որ դժգոհներ չլինեն։
բայց աշխատում ենք ինչքան մեր այդ փորձաքննությունը օբյեկտիվ է, ամեն ինչը կատարվում է օբյեկտիվ, մարդկային բոլոր ամեն ինչ հաշվարկված եւ համակարգիչն է որոշում։ Ես ձեզ ասեմ, եթե առաջ մարդկային ֆակտորը մեծ էր, հիմա համակարգիչն է որոշում։ Մենք իր տվյալները ներմուծում ենք համակարգիչն է որոշում հաշմանդամության տոկոսները։ Առաջ խմբեր էին, մենք հիմա տոկոսներով ենք որոշում հաշմանդամությունը։ Պարզ է։ Բժշկուհի Երիցյան, քանի որ արդեն մեր հաղորդումը մոտեցել է ավարտին, ես կուզենայի որպես մասնագետ ձեր կոչը եւ հորդորը հղեիք մեր հեռուստադիտողներին։ Սիրելի բնակիչներ, սիրելի իմ շաքարային դիաբետով հիվանդներ, ես խնդրում եմ, որ դուք գաք շուտ անալիզներ տաք, ձեզ հետևեք ձեր առողջությանը, անպայման չափեք ձեր գլյուկոզան այրան մեջ, մի բացի թողարեք։ Իրանք ճիշտ են, ընդունում են բոլոր տեղորայքը ժամանակին գալիս ընդունում, բայց չափեք, ստուգեք, հետազոտեք ձեր սրտաբանի մոտ, հաճախեք վիրաբուժի մոտ, նյարդաբանի մոտ, որպեսզի բարդություններ մենք չունենանք եւ վարեք առողջ ապրելակերպ եւ ավելացրեք ձեր ֆիզիկական ակտիվությունը։ Շնորհակալ ենք շատ, հետաքրքիր եւ օգտակար, բժշկական տեղեկատվություն տրամադրելու համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էին Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի էնդոկրինոլոգ Արմենուհի Երիցյանին։ Medinfo-ն էր եթերում, եղեք առողջ։